Սիրեներ մեր Տեր ու Փրկիչ Աստծո Հիսուս Քրիստոսի խաղաղություն թող լինի ձեզ բոլորիդ հետ, որ սիրեցիք մեր Տիրոջ, մեր Աստծո, մեր Փրկչի Հիսուսի հայտնվել։ Օրհնյալ իր սուրբ ու պատվական անունը։ Տերը օրհնի ձեզ, Տերը զորացնի ձեզ, Տերը հաստատի ձեզ իր ճշմարտության խոսքով եւ հոգով։ Օրհնյալ լինի մեր Հիսուսի պատվական անունը։ Փառք նրան։ Կուզենամ ձեզ հետ կրկին անգամ բաժնեկիցնել Աստծո խոսքի ճշմարտությունից եւ հայտնությունից։ Այսօր այն ինչ որ կա սրտումս դրված Աստծով, սա համբերատարության մասին է այսօրվա խոսքը լինելու։ Ուզում եմ ասեմ, որ քրիստոնեական առաքինությունների, որ մենք կարդում ենք Գաղատացիներիս 5-րդ գլխի 22-ից 23 խոսքերի մեջ, մենք այնտեղ տեսնում ենք Սուրբ Հոգու պտուղների մասին, հոգու պտուղների մասին, սեր, ուրախություն, խաղաղություն, ջուշկալություն, համբերատարություն, հավատք, ու սրանք սրտից են դուրս գալի։ Սրանք սրտից դուրս չեն, սրանք ուղակի շուրթերի կամ շնչի մարդու պաշտամունք չի, սա սրտի պաշտամունք է, սրտից դուրս եկող առաքինություն է, սրտից դուրս եկող էություն է, որով մենք ապրում ենք։ Ոչ թե միայն լսել ենք համբերատարության, սիրո մասին, այլ ինքներս ենք ասում Տեր, ուզում եմ ապրել։ Դրա համար կկարդամ Երեմիա մարգարեության 17 գլխի 9-ից 10 համարները։ Խորամանկ է սիրտը ամենից ավելի եւ ապականված նրան, ով կարող է հասկանալ։ Ես Տերս քննում եմ սիրտը, փորձում եմ երիկամունքը, որ տամ մարդիս իր ճանապարհների համեմատ եւ իր գործերի պտուղի համեմատ։ Առաջի բանը խնդրում եմ ձեզ ինքնագործունեությամբ մի զբաղվեք։ Աստված իր խոսքի միջոցով հայտնում է մեզ, որ սիրտը ով կարող է քննել, նա խորամանկ է։ Եվ ինքն էլ տալիս է պատասխան, ասում է ես Տերս։ Դրա համար Դավիթը Սաղմոսների մեջ ասում է Տեր քննիր կամ փորձիր սիրտս։ Քննիր սիրտս, փորձիր սիրտս Տեր։ Ուզում եմ քեզ ասեմ, որ շատ իրավիճակներ կա, որ դու էլ չգիտես քո սրտի մասին։ Շատ իրավիճակներ կա, որ քո սրտի իրական շարժառիթը քեզնից սասկված է։ Իրական շարժառիթի մասին միգուցե Տերն ասել է այդ ժամանակ արթուն չես եղել, չես լսել, բայց կա բաներ, որ միայն մտերմության, Աստծո հետ, Աստծո Սուրբ Հոգու հետ մտերմության ժամանակ, հանդիպման ժամանակ, իրապես լցվելու Աստծո Սուրբ Հոգով, այդ ժամանակ դու կարող ես ասել, Եսայի մարգարեի պես, վայ ինձ ասում է Տեր, ես պիղծ շուրթերով մարդ եմ, բայց միջև այդ նա չէր տեսնում դա, միջև այդ նա դրա մասին չի գրված, բայց Աստված թույլ տվեց, որ իր սրբության այդ հաղորդակցության ժամանակ մարդուն հայտնի լինի այն ծածուկը, որ մարդը չի տեսնում։ Սիրելի իմ եղբայր, սիրելի իմ քույր, շատ անգամ իրավիճակներ կա, Դավիթն ասում է, միջև չմտամ սրբարան, ինձ հայտնի չեղավ դա։ Միջև մենք չմտնենք սրբարան, միջև չմոտերմանանք, միջև չունենանք այդ մտերիմ փոխհարաբերությունը մեր Փրկիչ Աստծո Հիսուսի հետ, նրա Սուրբ Հոգով ու խոսքով, մեզանից շատ բան ծածկված է լինում։ Մենք շատ բաներ չենք հասկանում, իրապես։ Հոբն ասում էր քուրձով ու մոխրով ապաշխարում եմ։ Քո մասին ականջի ծայրով եմ լսել, իսկ հիմա հայտնապես տեսնում եմ քեզ Տեր։ Քուրձով ու մոխրով ապաշխարում եմ։ Փառք քեզ Տեր, ամեն անգամ նրան ճանաչես նոր մի բան ես բացահայտում, ասում եմ Տեր դու սուրբ ես։ Տեր դու սուրբ ես, իրապես մնում է միայն կանչել դա ու ասել Տեր դու սուրբ ես, համաձայնվում եմ քո սուրբ հրեշտակներիդ հետ, քո սերով բեներիդ հետ Տեր, քո երկնային բոլոր զորքիդ հետ Տեր, որ կանչում են սուրբ ես, տեսնելով քո երեսը Տեր, սուրբ ես Տեր, սուրբ ամեն անգամ արձագանքը քո, երբ որ տեսնում ես այն ճշմարտությունը, որ հասկանում ու ընկալում ես Տիրոջից եկած ճշմարտությունը, որ քեզ էլ ազատ անում, քեզ պրոստը խոնարհվում ես երեսնի վրա, ասում ես Տեր դու սուրբ ես, Տեր դու սուրբ ես, կատարյալ սուրբ ես, օրհնյալ Տեր, փառք քեզ Հիսուս, փառք քեզ, կատարյալ սուրբ, Սաբաոֆ զորքերի Տեր, դու սուրբ ես Տեր, օրհնում եմ քեզ, մեծարում եմ քեզ, ով կարող է ճանաչել մարդու սիրտը, ով գիտի մարդու սիրտը խորամանկ, ասում է ես Տերս քննում եմ սիրտը, գիտեմ քո սիրտը, հասկանում եմ քո սիրտը, որտեղ այդ սիրտ ստեղծողը հենց ինքը Տերն է։ Հարցը ֆիզիկապես սրտի մասին չի խոսքը միայն, սիրելի իմ եղբայր ու քույր, հարցը հոգևոր սրտի մասին է խոսքը, հոգևոր հասկացողության մասին է խոսքը, հարցը ամբողջ սրտով Աստծուն սիրելն է, ամբողջ հոգով ու մտքով Աստծուն նվիրված սիրելն է։
Ես խոսում եմ սրտի մասին, որտեղ Աստված շատ անգամ սրտի վրա ուշադրություն դարձնում ու այն առաքինությունը, որից մեկը համբերատարությունն է, սա դուրս է գալի մեր սրտից։ Սա մեր սրտից դուրս եկող առաքինություն է։ Սա մեր սրտից դուրս եկող, ինչի համար եմ ասում, որտեղ շատ կարևոր մի քանի բանի մասին են քննարկելու այսօր Տիրոջ իմաստությունով ու առաջնորդությունով մեր Տիրոջ Սուրբ Հոգու, որպեսզի մենք հասկանանք, տեսեք ուշադիր։ Շատ անգամ մենք շատ աղոթքներ ենք անում, շատ հարցերի շուրջ ենք խնդրում, բայց մեր սրտի դիրքը չի համապատասխանում մեր արված աղոթքներին։ Իրապես։ Մենք շատ աղոթքներ ունենք, մենք շատ աղոթքներ ենք անում, բայց շատ քիչ ռեզուլտատ կա, ոչ թե դրա համար, արդյունք կա, ոչ թե դրա համար Աստված չի ուզում պատասխանի քեզ քո աղոթքներին, այլ քո սրտի դիրքը չի համապատասխանում քո արված աղոթքին։ Շատ անգամ ժամանակը երկարացնում է Տերը, բայց որ քո սրտի հետ աշխատի։ Շատ անգամ Տերը անում է սա, որպեսզի քո սրտի դիրքը փոխվի, քո արված աղոթքի հետ համապատասխան լինի։ Ասում եմ, եթե ինձանում բնակվեք, եւ իմ խոսքերն էլ ձեզանում բնակվեն, ինչ որ ուզենաք խնդրեք աղոթքի մեջ եւ կտրվի ձեզ։ Հովհաննես ավետարան 15:7։ Նա խնդրում եմ ձեզ, սա մենակ իմ ասացի հետ կապ չունի, այլ այն մարդկանց, ովքեր ում որ դուք լսում եք Աստծո խոսքը, որ ձեզ հետ բաժնեկից են լինում, խնդրում եմ ձեզ բոլոր գրային համարերը գրեք ձեր մոտ։ Ժամանակ ամեն քարոզը լսելուց հետո, ամեն ծառայություն լսելուց հետո խնդրում եմ ինքնուրույն վերցրեք ձեր Աստվածաշունչը եւ կարդացեք այն համարները, որի մասին տվյալ մարդիկ խոսեն։ Սուրբ գրային համարները։ Խնդրում սա ձեզ հոգեվոր աճ կտա, սա ավելի ձեր ստացած այն ինչ որ լսեցիք, ավելի կհաստատի ձեզ, որտեղ Աստծո խոսքը հոգի է ու կյանք։ Շատ մարդիկ աղոթում են իրանց ընտանիքների համար միջև օրս, բայց տարիները դեռ փոփոխություն չկա։ Հարցը գիտեք ինչու՞մ է։ Հարցը նրանում է, որ իմ արված աղոթքի հետ չի համապատասխանում իմ սրտի դիրքը։ Շատ անգամ ձեր ընտանիքների մեջ շատերը տեսնում են ձեզ իրապես, ասում են, ոնց որ մենք իմացել ենք մեր այս հարազատին 3 տարի, 4 տարի, 5 տարի առաջ, որ նոր էր ապաշխարել, նույնն էլ հիմա է։ Այսինքն շատ մարդկանց կյանքում վարքի, վերաբերմունքի փոփոխություն չի կատարվում։ Բայց դուք աղոթում եք, շարունակեք աղոթել, բայց այսօր մի նոր բան ավելացրու քո աղոթքի ցանկի մեջ։ Տեր փորձի իմ սիրտը։ Տեր օգնի ինձ իմ արված, իմ խնդրվածքների հետ համապատասխան լինի իմ սրտի դիրքը, Տեր։ Ես քեզ խնդրում եմ, իմ Աստված, իմ զորած Տեր, իմ Փրկիչ Հիսուս։ Ես ցեզ կասեմ ինչի համար։ Ես հիշում եմ տարիներ առաջ դեռ Նովոսիբիրսկում մի հոգևոր տեսիլք Տերը ցույց տվեց ինձ։ Դա իհարկե ինձ էր վերաբերվում, տեղական եկեղեցուն էր վերաբերվում Նովոսիբիրսկի ու անցավ ժամանակ, որի մասով ես աղոթում եմ ու խնդրում եմ Տեր, ասում եմ ընդլայնի եկեղեցին, ընդլայնի մեր տարածքները, այնտեղ Նովոսիբիրսկում աղոթքի պաշտամունքի մեջ էին։ Ու պարզ լսում եմ Տիրոջ խոսքը ուղղված ինձ, երբ որ ես ասում եմ, խնդրում եմ Տեր ընդլայնի եկեղեցին, ու Տերը ինձ ասեց հետևյալ խոսքերը. Ասես եկեղեցին կընդլայնվի այն ժամանակ, երբ որ կընդլայնվի ձեր սրտերը։ Միջև այսօր փորձում եմ իրապես ու անկեղծությամբ հասկանամ, եթե ես քեզ ասեմ ամբողջապես եմ հասկացել ու ամբողջապես դրա մեջ եմ կենում, իհարկե դա սխալ կլինի։ Բայց շնորհակալություն ու գոհություն Աստծուն, որ շատ փոփոխություններ կա։ Միջև օրս ամեն օր նոր փոփոխություններ կա Քրիստոսի սփառքի համար, որ իր Սուրբ Հոգին շնորհքը իմ սրտի հետ աշխատում են։ Ես հասկացամ, որ շատ աղոթքներ կա, շատ տեսիլքներ կան, շատ հայտնություններ կան, որ Աստծուց տրվում են մեզ, բայց նրանց կատարումը անմիջապես չի լինում, որտեղ մենք մեր սրտի հետ կապված փոփոխության պետք է ենթարկվենք։ Մեր սիրտը պետք է համապատասխանի։ Մենք աղոթում ենք արթնության համար, շատ լավ եք անում, ես էլ եմ աղոթում։ Ու ես հավատում եմ, որ արթնությունը արդեն եկել է, արդեն տարածվում է։ Որտեղ այդ արթնությունը սկսում է մեզանից ամեն մեկից։ Բայց մեր սիրտը շատ անգամ չի համապատասխանում մեր արված աղոթքին։ Եկեղեցու սիրտը շատ անգամ չի համապատասխանում իր արված աղոթքին, որ կանչում արթնություն է խնդրում, բայց եկող եղբորը կամ քրոջը շատ անգամ այնց հայացքով կնային, որ այդ մարդը կփոշմանել մյուս անգամ հետ գա։ Կփոշմանել մյուս անգամ գա, հանդիպի տվյալ ընտանիքի կամ եկեղեցու կամ տարածքային, որտեղ որ հավաքվում է եկեղեցու մեջ։
շատ անգամ։ Դրա համար սա միայն ուղակի իմ պահովասին, բայց սա իմ կյանքի մեջ աղոթում եմ, որ Տերը կիրառի, եթե կուզենաս դու էլ կարող ես դա կիրառել քո կյանքում, որտեղ սա քեզ համար օրհնություն կլինի։ Սա Աստվածաշնչյան է, սա Աստվածաշնչից դուրս չի։ Հոսեփի կյանքում Հոսեփն ուներ տեսիլքներ իր կյանքում, իրապես որ Աստված իրան ցույց էր տվել իր երազները, նա գիտեր, որ սա Աստծուց է, նա հաստատ գիտեր, որ սա Աստծուց տրված է իրեն։ Ճիշտ է, իր եղբայրները պատռին իր վրա եղած հագուստը, գցին իրան գուբը, փոսը, վաճառեցին նրան, բայց այն ճանապարհը, որ անցավ Հոսեփը, միջև ոնց որ Աստծո խոսքն ասում, միջև որ չփորձեց նրան Աստծո խոսքը, գրված է Սաղմոս 105-ի մեջ, միջև որ փորձեց նրան Աստծո խոսքը, սա Հոսեփի իրապես իր կյանքը, իր աստվածային տեսիլքը պետք է համապատասխաներ Հոսեփի սրտի հետ։ Եվ Աստված այս ճանապարհը, որ անցկացրեց Հոսեփին, նա մի սիրտ պատրաստեց, որ երբ որ եղբայրներին կվերադարձնի եղբայրներին, ովքեր ժամանակին հագուստ էին նրա պատռել, նրա ծառայությունն էին փորձում պատռել, այն եղբայրներին, որտեղ փոսն էին գցել նրան, այն եղբայրներին, որոնք վաճառում էին էժանագին ձևով վաճառում էին իրենց եղբորը, առանց հետևանքի մասին մտածելով։ Իհարկե նրա սիրտը պետք է պատրաստ լիներ ընդունելու նաև այդ եղբայրներին, հասկանալու նաև, ոչ թե գոռոզանալու, ահլասելու Տերը պահեց ինձ, այն ինչ որ դուք ինձ համար չարիք եք նախասահմանել, Տերը բարիի վերածեց։ Նրա սիրտը պետք որ կարողանա նա ընդունի իրապես այդ տեսիլքների մեջ, այդ հայտնության մեջ, այդ կանչվածությունը պետք է համապատասխանի բնավորությանը։ Ես դրա մասին իհարկե ունեմ առանձին մի էջում, մեր Telegram-յան էջում ունեմ դրա մասին խոսք կիսվել եմ, ես ասում եմ միշտ մարդու կանչվածությունը պետք է համապատասխանի իր բնավորությանը։ Դրա համար երբ որ Աստված քեզ կանչում է, նա սկսում աշխատել քո բնավորության հետ, որպեսզի համապատասխանի քո կանչվածությանը։ Օրհնյալ լինի Տիրոջ անունը։ Ինչի համար եմ խոսում սրանց մասին, որտեվ համբերատարության մասին է խոսքս։ Խոսքս համբերատարության մասին է, որտեվ Գաղատացիների 5:22-23-ում գրված է, որ համբերատարություն դա հոգու պտուղն է։ Շատ անգամ մեր անհամբերության, որ համբերության պակասի պատճառով բարկությունը միշտ այցի է գալի։ Մեծամասնամբ խնդիրը բարկության, համբերատարության պակասից է։ Բարկության խնդիրը, բարկության, սրտնեղության խնդիրը դա իրապես համբերատարության պակասից է։ Տեսեք, Մատթեոսի ավետարան 4:1-11 խոսքերը, որ կարդում եք, երբ որ բանսարկու սատանան փորձում էր մեր Փրկչին, մեր Հիսուսին, փորձիչ եկավ, փորձում էր 3 անգամ ասվեց, փորձեց Տիրոջը 3 անգամ եւ Տերը 3 անգամ մնաց գրված է խոսքի մեջ։ Ինչի համար եմ սա ասում, որտեղ շատ կարևոր է որ դու հասկանաս, ես հասկանամ, ըմբռնենք սա։ Պատկերացրեք մեկը մեզ, երբ որ մեր ընտանիքի անդամները հեռու չեմ գնում, մեր երեխեքը ավելի հեռու չեմ գնում, ավելի մոտիկ, ավելի դիպուկ որ լինի։ Մի բանը մի քանի անգամ որ մեզ հարցնեն, մեր էմոցիաները պորտկում են։ Մենք չենք կարողանում զսպել շատ անգամ մեր էմոցիաները, մենք պորտկում ենք։ Մի բանը դաժե մի քանի անգամ ասելուց ուղակի մեր երեխեքը հեռու չեմ գնում ինչ-որ մի անծանոթ մարդ, որ ճակերտավոր քաղաքավարությունից ելնելով կարողանաս զսպված պատասխանես, բայց քո իրական բարոմետրը քո տան քո երեխեքն են։ Մի քանի անգամ մի բանը որ հարցնում են, մի քանի անգամ կամ դու որ իրանց մի բանը ասում ես, վրաս տեղի ունենում պորտկում։ Ես էլ չեմ խոսում միայն բարկության մասին, այլ ասում եմ այն գեշ ու փտած խոսքերի մասին, որ դաժե դուրս են գալի այդ պորտկումներից հետո։ Հիմար, անասուն, ապուշ, դեբիլ։ Մենք երկյուղացություն չունենք մեր Աստծո խոսքից, որտեվ սանձը, որ կդնես քո լեզվին, դա Աստծո երկյուղն է։ Իմացի, սանձ դրեք ձեր լեզվի, որ չմեղանչեք Տիրոջ առաջ, դա Աստծո երկյուղն է։ Որ դու գիտես, որ դու երկյուղ ունես Աստծո ամեն մի ասված խոսքին, որ ամեն մի դատարկ խոսքի համար դատաստանյորը հաշիվ պետք է տաք։ Եթե մեկը ասի իր եղբորը հիմար,
կամ ապուշ դատաստան միջև գեհենի կրակին արժանի կլինի։ Դու երկյուղածություն ես, դու պատվի ես արժանացնում, երկյուղը դա պատվի արժանացնել Աստծո խոսքը։ Դու Աստծո խոսքը իրապես քո կյանքում պատվի ես արժանացնում, եւ դու հասկանում ես, սա Տերն ասում, սա երկնքի ու երկրի Տերն է պատվիրում սենց։ Ես սիրում եմ քեզ, Տեր, դրա համար պահում եմ քո խոսքը։ Աստծո երկյուղը ինձ համար շատ թանկ է։ Սա այն է, ինչ ես ասում եմ ամեն օր ընտրում եմ, Տեր, ես ընտրում եմ քո երկյուղը, Տեր։ Ես սիրում եմ քո երկյուղը, ես փափագում եմ քո երկյուղ Աստված։ Սա ամեն անգամ դու երկյուղացությունն ես նրա ամեն մի խոսքից, ասում է, իմ խոսքից դողացողին մտիկ եմ անում ես։ Եսայի 66:2 խոսքում է գրված է։ Հիմա ստուգում ենք ինքներս մեզ, արդյոք ունեմ ես համբերատարություն, թե ոչ։ Իհարկե ոչ, դու շատ անգամ կունենաս հավատք, բայց համբերատարության խնդիր կունենաս։ Միգուցե դու հավատք ունես, բայց համբերատարության պակաս ունես։ Քո պորտկումները տան մեջ, հեռու չեմ գնում, որ քո տնից ես միանգամից ասեմ, որ դու կարողանաս իրապես տեսնես քո իրողությունը։ Շատ անգամ մենք հեռու բաների մասին ենք մտածում, բայց մոտիկը մեր կյանքում անկարգ վիճակի մեջ է, անկայուն վիճակի մեջ է, մեր մոտիկը, մեր մտերիմ, մեր, որ ասում է, պետք է սիրես քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, հոգով ու մտքով եւ քո ընկերոջը քո անձի պես կամ քո դրացուն քո անձի պես, քո մոտիկին քո անձի պես, բլիժնվը svoյով ռուսերենի մեջ ասում է քո մտերիմին, այսօր քո ամենամտերիմը կլինի քո ամուսինը կամ քո կինը, քո երեխաները, ում հետ որ դու քո ընտանիքի անդամների հետ շփվում ես շատ անգամ։ Իրապես դու ստուգի քո հարաբերություն, դու միգուցե աշխատանքի վայրում տես չես դրսևորում քեզ, բայց վերադառնում ես տունը դու լրիվ ուրիշ մարդ ես։ Սնիմайте маски։ Հանեք ձեր մասկաները, իրապես շիտակ եղեք մեր Տիրոջ առաջ։ Այո, Տեր, ես համբերատարության կարիք ունեմ, Տեր։ Տեր, եթե ես չհամբերեմ, ես չեմ կարող հարատևեմ քո խոսքի մեջ։ Սա հիշի, սիրելի քույր, գրի քո մոտ։ Առանց համբերատարության դու չես կարող հարատևել Աստծո խոսքի մեջ։ Առանց համբերատարության դու չես կարող մնաս այն խոսքի մեջ, որ ասվում է գրված է, գրված է, գրված է։ Կապ չունի ինչ փորձություն կլինի, կամ չունի ինչ իրավիճակի մեջ կհայտնվես։ Առանց համբերատարության դու չես կարող մնալ գրված է խոսքի մեջ։ Մի օր պորտկումները, էմոցիաները պորտկումներ կառաջացնեն ու դու կտեսնես, որ ավելի այդ էմոցիաներից մեղանչում ես քո բերանով ու մարմինիդ էլ ես մեղանչել տալի քո բերանի խոսքերով։ Հիմա Մատթեոս ավետարան 24 գլուխ 12-13 խոսքերում ասում է Տերը. անօրությունները շատանալու պատճառով շատերի սերը կսառչի, բայց ով միջև վերջ համբերի, նա ինչ կլինի կփրկվի։ Բայց նա ով միջև վերջ որ համբերի, ստեղ հավատքի խնդիր չի միայն, ստեղ խնդիրը համբերատարությունն է։ Հիմա սերը որ սառչում է, համբերատարությունն էլ ավարտվում։ Իհարկե, ես կարող եմ ասել, սերը որ սառչում է, հավատքն էլ է կորում, դու համբերատարությունն էլ ուղղակի հիմա ստեղ որ կոնկրետ խոսքը սեր ու համբերատարության մասին է խոսքը, դրա համար շեշտում եմ համբերատարության մասին։ Ասում է շատերի սերը սառչում է, բայց ով միջև վերջ համբերի, նա կփրկվի։ Ինձ մոտ նշում եմ արև Ղուկասի ավետարանի մեջ 21:19 գրված է եւ ձեր համբերությամբ ձեր հոգիները կփրկեն։ Ղուկաս 21:19 եւ ձեր համբերությամբ ձեր հոգիները կփրկեք։ Տեսնում եք ինչքան կարևոր է համբերատարությունը, դաժե խոսում է փրկության մասին, իրապես հարատևելու մասին։ Համբերատարությունը քեզ ուզում եմ ասեմ, որ սա մեր Աստծո էությունն է։ Ինքն Աստված իր մասին, երբ որ խոսում է Ելից գրքի 34-րդ գլխում 6 համարում, ասում է իր մասին, որ ինքը ասում է Տերը, ես Աստված եմ համբերատար, մարդասեր, ողորմած, ճշմարիտ, մի պունկտերից մեկը համբերատար։ Դրա համար Աստված կանչում է, որ մենք նմանվող լինենք նրան, համբերատարությունով նմանվող լինենք մեր Աստծուն։ Տեսեք, Ելից գիրք 32 համարում 1-2 խոսքերում, որ դուք ուշադիր կարդաք, կտեսնեք Իսրայելի ժողովուրդը, երբ որ տեսա Մովսես մարդը, Աստծո մարդը ուշանում է, բարձրացրել էր Սարը 40 օր, ինչ ասեցին, եկան Ահարոնի մոտ ու ասին, եկեք մեզ համար աստվածներ շինենք եւ վերադառնանք Եգիպտոս, որտեվ չգիտենք ինչ եղավ այդ Մովսես մարդու հետ։ Տեսնում եք, այսինքն մի քանի օր ուշացավ
Եվ ինչ կատարվեց։ Արդեն ժողովուրդը կռապաշտի, այսինքն դաժե քո սպասումը իրապես այդ համբերատարության սպասումը ստուգում է քո հավատքի հիմքերը։ Սենց ասեմ ձևավորը, որպեսզի ճիշտ լինի։ Սուրբ Գիրքը քանի տեղ մենք կարդում ենք, ասում է սպասելով սպասեցի Աստծուն կամ սպասիր Աստծուն։ Սպասիր Աստծուն դա չի նշանակում գործողություն անել չի։ Սպասիր Աստծուն նշանակում է ինքնագործունեությունով չեմ զբաղվում։ Կռապաշտությունով չեմ զբաղվում։ Ինձ համար տարբերակներ ման չեմ գալի նորովի ճանապարհներ, թե ոնց այս հարցին լուծում տամ։ Ամենից առավել, ամենից առաջ փնտրեցեք Աստծո արքայությունը եւ նրա արդարությունը, մնացածը ավելիով կտրվի ձեզ։ Որքան շատերս մենք շատ անգամ մեր սեփական մի քանի րոպեվանից աղոթքի մեջ չենք համբերում։ Վռազ ասում ենք շուտ դուրս գանք Աստծո ներկա, Աստված իր ներկայությամբ թողնում է իր գահը, այցի գալի քեզ, որ քեզ գրկի, իր ներկայության մեջ քեզ պարուրի, բայց դու շատ անգամ ասում ես, ահա այս գործս մնաց շուտ է թամ։ Ժամանակ չենք ունենում մի քանի րոպեանոց աղոթքի մեջ սպասել Տիրոջը։ Շատ անգամ հիասթափվում ենք, շատերը Աստծո ներկայություն, ես շնորհակալ եմ Հիսուսից իր շնորհքի համար։ Իրապես շնորհակալ եմ։ Սա ուղղակի բաժնեկից եմ լինում քեզ հետ։ Ուղղակի, սա իմ կյանքն է։ Սա Քրիստոսի շնորհքով, Աստծո հոգով իմ ամենօրվա կյանքն է։ Ես շնորհակալ եմ Հիսուսից այն ինչի մեջ որ Տեր ինձ սովորեցնում է։ Սպասել Տիրոջը աղոթքի մեջ։ Սա այնա որ դու նրա ներկայության փափագնում ես։ Ես ասել եմ, չգիտեմ, մի անգամ մի հատ էլ կասեմ, ես որպես հայտնություն, երբ որ իմ տղու հետ տարիներ առաջ Նովոսիբիրսկից իմ մեքենայով գնացել եկել եմ, ու ես օրհնվում եմ միշտ երկար ճանապարհից, որովհետև սա ինձ համար հրաշալի հայտնության ճանապարհ է, որ Տիրոջ հետ ես էթում այդ ճանապարհը երկար ու անցկացնում ես նրա հետ, որովհետև 5000 կիլոմետր է այդ թալը։ Հիմա իմ տղուս հետ եմ եկել, իմ տղաս պուճուր է, ու հայտնություն, որ Տեր ինձ համար տվել է, երբ որ այդ երեխու համար հետաքրքիր չէր, թե մենք որ հյուրանոցում կմնայինք, 5 աստղանի, թե ընդհանրապես մի հատ կռավատ կլեր այնտեղ եւ տուալետն ու բաղնիքն էլ օբշի կլներ բոլորի համար, ուղղակի մենք երկուսով մի անկողնու վրա ենք քնում պուճուր։ Հիմա թե մեքենայի մեջ ենք քնում, կապ չուներ իմ տղու համար դա։ Իրա համար ամենակարևորը, որ ինքը արթնանար, որ ինքը շոշափեր, տեսներ իր պապայի կողքնը, կամ իր պապան իր կողքնը։ Սա իր համար կապ ուներ, ու ես ասին, Տեր, ես քեզ սիրում եմ։ Տեր, սիրում եմ քեզ, ես օրհնում եմ քեզ, երբ որ Տերն ասում է, եթե չնմանվեք այս երեխեքին, երկնքի արքայություն չեք մտնի։ Եթե չնմանվեք այս երեխեքին, եթե չդառնաք այս երեխեքի պես, երկնքի արքայություն իրապես ասում է չեք մտնի։ Սա մեր Աստծո խոսքն է տենց ասում։ Հələ տեսեք, խնդրում եմ ձեզ։ Փաստորեն իմ երեխու համար կապ չուներ ոչ մի կոմֆորտ։ Իր համար առաջի բան ինչ կապ ուներ, դա իր պապայի ներկայությունն էր։ Մենք շատ անգամ հենց սրա պակասնում ենք։ Մենք շատ անգամ այդ երեխեքի պես, երբ որ տեսներ իմ տղան իր պապան, հիշում եմ ոստիկանները, որ կանգնացել են ստուգում էին, իմ տղան մի հատ էս տրիվոգ էր դրել, պապային մի քանի րոպե չէր տեսել։ Հիմա միտքը այն է, ես սրանից հայտնություն եմ ստացել, Տեր, արդյոք շատերի կյանքից քո ներկայությունը բացակայել է, բայց հələ դեռ շատերը տրիվոգ չեն դրել, Տեր, չեն կանչում, չեն փնտրում քո երեսը, իմ Աստված։ Ես ուզում եմ, որ այս փափագը քո սրտի մեջ գա Սուրբ Հոգով, որ դու միջև նրա ներկայությունը չվայելես, միջև Քրիստոսին չճաշակես, որ նա քաղցր է, միջև նրա քաղցր ներկայության երկնքի ներկայությունը չի չնում քեզ վրա, միջև ցողի պես Աստծո հոգին չի պատում քեզ, անձրևի պես չի թափում քեզ վրա Աստծո Սուրբ Հոգին, ես ասում եմ, Տեր, ես փափագ ունեմ քո ներկայություն, ես չեմ կարա, Տեր։ Ես իմ մոտ չի ստացվի, Տեր, ես չեմ կարա մի քանի րոպեանոց ուղղակի, ես ուզում եմ քո ես անկեղծ Տերը պահի ինձ, պահի քեզ, պահի իր շնորհքի մեջ, պահի իր սրբության մեջ։ Խնդրում եմ քեզ, շատ եմ խնդրում քեզ։ Փափագ ունեցի միջև չվայելես, միջև նրա քաղցր ներկայություն չվայելես, մի թող շատ անգամ դու պրոստո մանատոննի աղոթք ես անում, պրոստո այնքան որ ֆորմալնի տեսք ունի քո աղոթքը։
ուղակի ֆորմալի տեսք ունի, դա պրոստո անգիր արած ինչ-որ բառեր ոչ։ Հիսուսը հարաբերություն է փնտրում, ոչ թե անգիր արած բառեր, ոչ թե պրոստո միտեղ գնացել ես, ասում են հայր մեր, որ երկնքում է, շատ լավ որ այդ աղոթքը գիտեք, Տերը օրհնի ձեզ։ Բայց վայելեք նրա ներկայությունը, խնդրում եմ։ Ճաշակեք այդ երեխեքի պես, երբ որ տեսնում ես քո հորդ ներկայություն չես զգում, Տեր, ես քեզ սիրում եմ, չեմ ասում, որ պրոստո պանիկայի մեջ ընկի, այլ պրոստո փափագ ունեցի նրա ներկայությունը։ Միջև չճաշակեմ քեզ, Տեր, միջև չլցվեմ քեզանով, Տեր, որ հանգարց ֆաստ ֆուդի հետևից չթամ, որ ես կուշտ լինեմ Հիսուսով, կուշտ լինեմ Աստծո հոգով, կշտացած արդեն առավոտ կանողից սկսած, որ հանգարց դուրս գամ աշխարհ ու ֆաստ ֆուդով չլցվեմ։ Եթե դու սոված լինես ու քո տեղը Քրիստոսով չլցնես, եթե քո Աստծո խոսքով ու Սուրբ Հոգով չլցնես, իմացի աշխարհը քո սովը, քո իրական սովը ինքը կփորձի քեզ կերակրի ու քեզ հագեցնի, բայց ֆաստ ֆուդով, բայց պղտոր ջրերով, բայց պղտոր մտքերով։ Դրա համար սովորություն ունեցեք, կշտացեք Քրիստոսով։ Ճաշակեք Քրիստոսին, որտեղ նա քաղցր է, լցվեք Աստծո հոգով ու խոսքով։ Ամեն անգամ որ դու կուշտ լինես, երբ որ քեզ աշխարհը մի բան էլ առաջարկի, ասես գիտես ինչ կա, ես կերած եմ արդեն, ես լավ կուշտ եմ։ Հասար, երբ որ դու կերակրված տիրոջմով լցված ես լինում, որ դու հիսոր լավ հացել ուտես քո տունը մի ուրիշ տեղ առաջարկում են ուտելու համար, ասում ես շնորհակալ եմ, բայց այնց լավ կերած եմ։ Հիմա այդ տենց ճաշակեք Քրիստոսին, որ դու կուշտ լինես, լցվես Քրիստոսով, իրապես կշտացեք, վայելեք Քրիստոսի փառքն ու ներկայությունը, որպեսզի քեզ ինչ որ աշխարհը առաջարկի, դու արդեն կուշտ ես, դու արդեն մերժում ես այն ինչ որ կա աշխարհում, որտեվ այն ինչ որ աշխարհը առաջարկում է, դա չի կարա փոխի այն ներկայությունը, այն ինչ որ կա քո սրտի մեջ, այն ինչ որ դու ստանում ես ու ապրում ես քո Աստծուն վայելելով։ Մի երգեմ շոսում, Տեր ինչ գեղեցիկ ես, Ալելույա, երբ որ իրապես ասում ես Տեր ինչ գեղեցիկ ես, իրապես վայելում ես, ասում ես սազիրցայց красоту своего царя, ու սկսում ես կերակրվել նրա գեղեցկությունով, Տեր ինչ գեղեցիկ ես, ինչ ողորմած ես, ինչ բարի ես, ինչ հրաշալի ես, Տեր, ինչ սուրբ ես, Տեր, ինչ քաղցր ես, Տեր, օրհնում եմ քեզ, փառավոր Աստված, փառքես, համբերատարության մասին է խոսքը։ Առանց նրա ներկայությամբ իրապես սա ինչ որ ասում եմ, սա համբերատարությունով սпасելն է նրա ներկայությունով կշտանալն է։ Սա համբերատարություն է, որ այսենց աղոթքի մեջ Սուրբ գրքի հետ ժամանակ անցկացնելով Տիրոջ հոգով դու իրապես լցվում ես այդ համբերատարությունով։ Մովսեսին տեսան ուշացավ, ասին եկեք կուռքեր սարքենք։ Սավուղը չսպասեց Սամուել մարգարեին առաջի թագավորաց 13-րդ գլխի մեջ եւ ինքը զոհ մատուցեց, որտեվ փղշտացիները շրջապատել էին եւ մարդիկ էլ փախնում էին։ Չսպասեց Աստծուն, որտեվ մարգարեն ասեց, եթե դու սպասեիր, պահեիր Տիրոջ պատվիրան, ասես Աստված քո թագավորությունը հավիտյան կհաստատեր։ Բայց նա չսպասեց։ Իրապես ես խնդրում եմ ձեզ իմացեք 13-րդ գլխի մեջ առաջի Կորինթացիների գրված ասում է սերը համբերատար է։ Սերը համբերատար է, սերը համբերատար է, սերը համբերող է։ Իմացիր, խնդրում եմ քեզ, որ շատ անգամ անօրությունները շատանալու պատճառով շատերի սերը սառչում է, բայց միջև վերջ համբերողը կփրկվի, որտեղ անօրությունները որ կատարում է, նա քո ֆոկուսն է գրավելու, նրա նպատակն է, որ քո ուշադրությունը գրավի իր վրա։ Անօրությունները կատարվում է նրա համար, որ քեզ իջեցնի իր մակարդակին, որ դու սկսես պահանջել արդարություն, սկսես պահանջել, ասես պահանջում եմ իմ այդ արդարությունը, բայց դու չես նկատի, որ քո ֆոկուսը այդ կատարվող անօրությունը գողանում է քո ֆոկուսը Քրիստոսա կենտրոնացումից բորում է քեզ անօրության կենտրոնացման վրա պահի քեզ։ Հրեշտակներն ասում են Սուրբ է Տերը, ամբողջ երկիրը լցված է նրա փառքով։ Մենք պետք է տեսնենք Սուրբ Տիրոջը, որ տեսնենք նրա փառքն լցնում է երկիրը։ Լցնում է երկիրը։ Շատ անգամ այսօր այդ massive information լուրերի ոնց ասեմ, այս լուրերի պատոկն է, լուրերի ուղակի այն անկառավարելի ձևով այնքան լուրեր են այսօր
4 կողմդ որտեղ մտնում ես, դա լուրերի տարափ է ուղղակի, տարափ լուրերի ու ամեն միտեղ մի լուր, այնտեղ որն է ճիշտ, որը ճիշտ չի, որը ինչ էմոցիաներով է պատմում, որը մեղադրելով սրան, որը ատելությունով սրան, որը սա տարափ է ուղղակի, որ այդ անօրինության վրա քեզ կենտրոնացնի, որ քո ուշադրությունը, քո ֆոկուսը կենտրոնացնի տվյալ անօրինության վրա, որ դու Քրիստոսակենտրոնացումից իջնես անօրինության կենտրոնացման վրա, որ սկսես պահանջել արդարություն, ես պահանջում եմ արդարություն, մի հատ էլ չես նկատի, որ արդեն միտինգ անողների հետ ես, ցույց անողների հետ ես արդեն պատտվում։ Իմ սիրելի եղբայր, իմ սիրելի քույր, Քրիստոս կգա եւ իր արդարությունը կհաստատի։ Ես ինձ համար իմ աղոթքի սեյնակում ավելի շատ բան եմ ասում, սա իմ անձի մասին ուղղակի չեմ ասում։ Սա ուղղակի քեզ ասում եմ, որպեսզի դու հասկանաս որպես քրիստոնյա Քրիստոսի մեջ բնակվող անձ։ Դու քո առանձին աղոթքի սեյնակի մեջ ավելի շատ բան ես անում, քան թե հազարավորները, որ այնտեղ միտինգ են անում։ Դու քո աղոթքի սենյակի մեջ շատ իրավիճակներ ես փոխում։ Եթե մի օր առիթ լինի Տերը հարկամար դրա մասին մի քիչ ավելի մանրակրկիտ կխոսենք իհարկե։ Ես խնդրում եմ ձեզ, որ դուք տեսնեք հանգար ձեր ֆոկուսը չպահեք անօրինության վրա։ Ես խնդրում եմ, որպեսզի ձեզանից ամեն մեկը լինի Աստծո խոսքով հստակ համարձակ տնտեսների մեջ ինչա պահանջվում։ Հավատարիմ տնտեսներ առաջի Կորինթացիներ 4:2-ի մեջ գրված է։ Իսկ հավատարմությունը սա համբերատարության արդյունք է։ Հավատարիմ մարդը դա համբերատար մարդու մասին է խոսքը։ Մատթեոսի ավետարան 25:21-ում ասում նրա Տերն էլ ասեց նրան. լավ, բարի եւ հավատարիմ ծառա, քիչ բանի վրա հավատարիմ էր, ես քեզ շատ բաների վրա կդնեմ։ Հիմա այս հավատարմությունը առանց համբերատարության չի գա։ Իրապես հավատարմությունը դա համբերատարությունից ծնված բան է, որ իրապես դու համբերում ես Տիրոջը։ Իրապես դու այդ դրսևորվում է քո հավատարմություն նրա ասածների նկատմամբ, որ դու մնաս գրված է խոսքի մեջ։ Տեսեք, այստեղ ասում է բարի եւ հավատարիմ ծառա։ Շատերը դադարել են բարություն անելուց, բարի գործելուց Սուրբ Գիրքն ասում է չդադարենք, բարի անելուց չդադարենք, որտեղ իր ժամանակին կհնձենք։ Ասում է ով գիտի բարին անել եւ չի անում, դա դրա համար մեղք է, Հակոբոսի թղթի մեջ է գրված։ Հիմա մենք գիտենք Տիրոջ խոսքի մեջ բարի հավատարիմ ծառա։ Հիմա հարցը հետեւյալն է, ինչի համար են շատերը դադարել բարի անելուց, որտեղ մենք սпасել ենք մեր արած բարիք անելով գնահատականի, որ մարդիկ մեզ հիմա փոխադարձ ինչ որ մի բան հատուցեն։ Եվ մենք չենք սпасել Քրիստոսից վարձի։ Դրա համար, եթե դու դադարել ես բարին անելուց ու ասում ես մեկը սրանք չեն գնահատում իմ արածները, հիշի, որ դու ես մեղանչում, ոչ թե այն, ով չի գնահատել քո արածները, որտեվ Տերը քեզ ու ինձ կանչել է, ով գիտի բարին անելու չի անում, դրա համար մեղք կա դա։ Տերը ինձ քեզ կանչել է, որ շարունակենք բարին, անկախ իրավիճակից մեր դիմացի մարդը, մեր ընտանիքի անդամը, քո կիսուրը, թե քո հարսը, թե քո փեսան, թե մյուսը, քո հարևանը դա գնահատում է, թե չէ, ես շարունակում եմ հավատարիմ մնալ իմ Աստծո խոսքին։ Տերն ինձ ասել է բարի անելուց չդադարես։ Եթե քո թշնամին սովածա, կերակրի նրան, չգիտեմ, ծառավա ջուր տուր նրան, եթե քո թշնամին տենց է, անպայման ես գիտեմ ինչ նշանակում բարին, իմ Աստված ինձ բացել է դրան, դրա համար հիմա ես դա անում եմ։ Իմ վերաբերմունք, իմ բարիք անելը կապ չունի իմ դիմացինի վերաբերմունքից։ Ես դա շարունակել եմ, ինչքան էլ որ մեր Քրիստոսին անտեսին, ինչքան էլ որ մեր Քրիստոսին ծեծին, թքեցին մեր Տիրոջ երեսին, պատռեցին նրա հագուստները, չարչարեցին, գամին խաչի վրա Տերը, բայց մեկը նորից ու նորից Տերը իր բերանից հանեց։ Հայրների դրանց, որտեվ չեն գիտակցում, սա կատարյալ, նա բարի Աստված է։ Նա է հենց բարին, նա է ճշմարիտ Աստվածը։ Իրապես ես նայելով Քրիստոսին, նրա խաչին, դու շարունակում ես քո բարության մոտիվացիայի հիմքում Քրիստոսի խաչն է, որ նա փառավորվի, որտեվ նա է քեզ տենց պատվիրել։ Հիմա կապ չունի Եսայի մարգարեին չէին լսելու, ասես գնայ ժողովրդին ազատ տեսնելով կտեսնեք, չեք տեսնի, լսելով չեք լսի, միջև որ դարձի չգաք ու ես ձեզ բժշկեմ։ Հիմա կապ չունի Եսայի մարգարեին կլսեին, թե չէ, Տերն ասում է, որ իրանք չէին լսի, բայց դա կապ չունի, Եսային պետք է գնար ու աներ դա։ Հիմա կլսեին, թե չէին լսի, հարցը դրանում չի, Աստված իրանց հետ սամ ռազբիրյոցը։ Դուք Սվիտոյ Սուրբ Հոգին ինքը գիտի ինչ կանի ընթացքում, բայց շատ անգամ դուք մարդկանց Աստծո խոսք եք քարոզում եւ մեկը եթե չի լսում ձեզ դիմացին, ձեզ չի լսում, դուք շատ էմոցիոնալ ձևով արձագանք ունեք դրա նկատմամբ։ Դաժե այդ հարցում չեք համբերում, դաժե այդ հարցում չեք հարատևում, որ Աստծո խոսքը պարապտեղ իրան չի վերադառնում, միջև չկատարեն ինչի համար ուղարկել է Տերը։
Հիմա հարցը նրանում է, որ մի դադարեք բարություն անելուց։ Եթե դու գիտես բարին ինչ է ու դու դադարել ես անելու, դա քեզ համար մեղք է։ Նախ իմացի ինչա բարին, նա մեր Աստվածն է, նա մեր Աստծո խոսքն է, բարի լուրը մեր Աստվածաշնչյան ճշմարտությունն է, որ դու համապատասխան այս խոսքին կատարես քո բարությունը, որ Քրիստոս փառավորվի, որ քո հիմքում բարության խաչ լինի, այլ ոչ թե ուղակի մեկին մի հատ հաց տվինք ու սա բոլորը պետք է իմանան ու մեզ գնահատականի արժանացնեն։ Իհարկե, ես դրա մասին չեմ ասում սա եթե դու այդ անում ես այդ նպատակով այդ շարժառիթով, լավ կանես չանես ու փոխես քո շարժառիթը եւ լինի քո շարժառիթը խաչը Քրիստոսի, որտեղ իմ Տերն է տես պատվիրը, դրա համար դա շարունակում եմ անել։ Ովքեր կանչված են այդ ծառայության մեջ, բոլորս են կանչված, բայց կա հատուկ ծառայություն, որ մարդիկ մասնակցում են, Տերոջով օրհնում եմ ենք քույր ու եղբայրներիս, ովքեր այդ ծառայության, բարեգործության ծառայության մեջ են, իրապես որ ման են գալի աղքատներին, սա եկեղեցու գործն է միանշանակ, սա ամեն մեկի, բայց կան ծառայություններ, որ սա առանձնացված է Տիրոջից, իրապես ես դա հավատում եմ, որ սա առանձնացված է, նաև մենք ամեն մեկս ենք կանչված, բայց կա առանձին ծառայություն։ Իրապես թող Տերը օրհնի ամեն մեկին, որ ֆինանսների մեջ հավատարիմ լինեն Քրիստոսով եւ իրապես ծառայեցնեն Աստծո փառքի համար, Աստծո բարի լուրը տարածելու համար։ Համբերատարության մասին ենք մենք խոսում։ Տեսեք, Սավուղը չսպասեց։ Իսրայելի ժողովուրդ եկավ մի պահ չսպասեցին։ Մենք տեսնում ենք, որ համբերատարության ժամանակը շատ անգամ ոչ թե ինքը քեզ փորձում է, այլ իրապես ցույց է տալի Տերը, ոչ թե ժամանակը։ Ժամանակի ուղղակի նկատի ունեմ այն ինչի մեջ, որ դու մի քիչ երկար կսպասես կամ երկար ես սպասում։ Սա իրապես ամրապնդում է կամ քո հավատքը կամ դրսևորվում է մի անհամբերություն, որ դու դադարում ես սպասել Աստծուն, դադարում ես նրա երեսը փնտրելուց ու նրա որոշումներով շարժվելուց առաջ։ Հիսուսը իր աշակերտներին ասեց գաղատացիներիս ներողություն, Գործք առաքելոց 1:4-ում Տերն ասեց գնացեք եւ սպասեք մինչեւ վերից զորություն չառնեք, այսինքն հոր խորհուրդը մինչեւ Սուրբ Հոգին չառնեք։ Գնացեք Երուսաղեմ սպասեք։ Տեսեք ուշադիր, այնտեղ պետք է սպասեին։ Տես ասում եմ, Սավուղը չսպասեց։ Իսրայելի ժողովրդի շատերը չսպասեցին։ Տերն ասում է գնացեք սպասեք։ Ինչի համար սպասեք, որ ինքնագործունեությամբ չզբաղվեք։ Ինչպես սպասին նրանք։ Նրանք սպասին աղոթքով միաբանված։ Նրանք աղոթքի ու աղաչանքի մեջ էին, միասիրտ, միահոգի, մեկտեղ հավաքված։ Ահա նրանց սպասելը, երբ որ Տերն ասում է սպասի, պրոստը չես ասում, այդամ ինքնագործունեությամբ զբաղվեմ, այլ դու երեսը փնտրելով, Աստծո երեսը փնտրելով ես սպասում նրան, նրանից պատասխաններ լսելու համար ես սպասում նրան։ Հասկանում ես, սա տանում է նրան, որ մարդը ինքնագործունեությունով չի զբաղվում։ Պորտկում ասում է մարդի բարկությունը Աստծո արդարությունը չի գործում, Հակոբոսի 1:20-ում է գրված սա։ Ասում է ձեր բարկության վրա թող արևը մայր չմտնի, Եփեսացիների 4:26-ում է սա գրված։ Ձեր բարկության վրա արևը թող մայր չմտնի։ Ինչի համար է սա ասվում, բարկության վրա արևը մայր չմտնի, այսինքն մի թողեք, մի մեղանչեք, երբ որ դու գիտես, որ դու բարկացել ես, մի թող դա անցնի հաջորդ օրը, միջև այն որ գլուխդ գտնես բարձին անպայման ասա Տեր, ես ապաշխարում եմ, Տեր, ես խոստովանում եմ իրապես, ես թույլ եմ տվել, գնացեք եւ տվյալ մարդկանց հետ խնդրում եմ հաշտվեք։ Դա լինի քո ընտանիքի անդամը, քո եղբայրը, թե քո քուրը Քրիստոսով։ Անպայման մի թողեք, որ արևը մայր մտնի քո բարկության վրա, որ դրանով էլ մի ավելի շատ դուռ բացես։ Ձեր բարկության վրա թող արևը մայր չմտնի։ Այսինքն սա ավելի հոգևոր մի խորհուրդ ունի, արևը մայր չմտնի, նշանակում է խավարի դուռը չբացես։ Եթե արևը մայր մտնի, դա մթության մասին է խոսքը։ Բարկությունը քեզ կտանի խավարի մեջ։ Բարկությանով դու դուռ կբացես սատանայի առաջ։ Բարկությունով դու կմեղանչում ես Տիրոջ առաջ եւ դուռ ես բացում սատանայի առաջ։ Դրա համար ասում եմ արևը թող մայր չմտնի, ապաշխարության մեջ առաջ անցեք։ Եթե բարկանում ես, խնդրում եմ չթողես, որ հանկարծ արևը մայր մտնի։ Միայն այդ օրը անցնելը չի միտքը, նաև որտեվ եթե թողես բարկությունը շարունակվի, անպայման հիշիր, եթե բարկության շարունակվելուն դու թողես, անպայման խավարի համար դու տեղ կբացես, որտեվ եթե արևը մայր մտնի, անպայման խավարն է գալու, եթե արևը մայր մտնի։
Դրա համար Սուրբ Գիրքն ասում է, չթողնես արևը մայր մտնի, դուր չբացես խավարի առաջ։ Ես քեզ խնդրում եմ, որ դու սա նշես քեզ մոտ։ Նայեք, տեսեք, Տիմոթեոսի թուղթ, առաջի Տիմոթեոս 2:8 արդ կամենում են, որ մարդիկ ամեն տեղ աղոթք անեն, սուրբ ձեռքերը բարձրացնեն առանց բարկության եւ երկմտության։ Փաստորեն քո աղոթքներին, քո ձեռքերը կարա կեղտոտվի աղոթքի մեջ ու արգելք հանդիսանա քո աղոթքներին, դա բարկությունն է։ Ասում է սուրբ ձեռքերը դեպի երկինք տարածեն առանց բարկության ու երկմտության։ Երկմտությունն էլ իր հերթին, բայց բարկությունը արգելք է քո աղոթքներին։ Խնդրում եմ դա վերացրու, երկյուղած եղի Աստծո խոսքի նկատմամբ։ Ես քեզ խնդրում եմ, երկյուղածություն ունեցի Աստծո խոսքի նկատմամբ, արագ եղի ապաշխարության մեջ։ Անհամբերա սատանան, նա գիտի, որ իրան քիչ ժամանակ է մնացել ապրելու, նա գիտի, նա իր դատավճիռը արդեն կայացրած է, ոչ թե Տերը նոր պետք է կայացնի, այս աշխարհի իշխանը արդեն դատապարտված է, պրոստո պետք է արդեն այն, որ ասում է դատավճիռը կայացված է, գործողությունն էլ պետք է կատարվի։ Այսինքն բոլոր սատանայի ու նրա դևերի տեղը դա կրակի ծծմբով պատրաստված լիճն է, որ պետք է գցվեն նրանք բոլորը։ Հիմա Սատանան գիտի, որ իրան քիչ ժամանակ մնացել։ Դևերը գիտեն, որ իրան ժամանակը քիչ է մնացել, շուտով Տերը կանի այն ինչ որ գրված է Աստծո խոսքի մեջ։ Այս իմանալով շատերը սովորեցնում են մարդկանց իր այս դիվային բնավորության գծերը սովորության պրիվիչկաների պես գալիս է մարդկանց սրտերի մեջ, մարդկանց մտքերի մեջ, մարդկանց էմոցիաների մեջ, մարդկանց շնչավոր բնավորության դրսևորման մեջ, որ այս պիղծ ոգիները թողնում են մարդկանց մեջ։ Շատ անգամ Հիսուսը ազատագրում է մարդկանց, բայց սովորության համաձայն չեն հեռացնում մարդիկ սովորությունները, պրիվիչկաները եւ դրա համաձայն եթում են նորից հայտնվում են դևերի կլետկաներում, վանդակներում։ Սովորությունն է բան, բայց իրանք իրապես ազատված են Քրիստոսով, բայց սովորությունը չեն հեռացել։ Դրա համար ասում եմ, մի կերպարանվեք այս աշխարհի կերպարանքով, այլ նորոգվեցեք ձեր մտքի նորոգությունով, որ իմանաք որն է Աստծո կամքը, բարին, հաճելին եւ կատարյալը։ Հռոմեացիս 12:2 խոսք։ Հիմա մեզանից ամեն մեկին հարկավոր է կերպարանվել այս աշխարհի կերպարանքը չկրել, այլ նորոգվել մտքի նորոգությունով, հեռացնել ամեն այն սովորությունները, որ թողել են մեր կյանքում այս աշխարհը, տրադիցիաները, դիվային ազդեցությունները շատ իրավիճակների մեջ։ Խնդրում եմ ձեզ, որպեսզի մենք կարողանանք քայլել Աստծո հետ, քայլել Տիրոջ հետ, դևերը անհամբեր են, եւ այդ անհամբերությունը, որ դու մի գործ ես վերցրել, որ անես, վсё, դու չես սպասում։ Այնքան անհամբեր ես, ես չեմ ասում, եթե Աստծո խոսք ունես, пожалуйста, չեմ ասում վախեցի, ոչ մի բան մի արա, քավլիցի։ Ես չեմ ասում, որ հանգարց դու չմտածես, որ մեղքի հարցում դու համբերատար լինես։ Քավլիցի, դու չփորձես հանգարց մեղքի հարցում համբերատարություն դրսևորես։ Այտենց միտք մեր Աստված չի ասել։ Մեր Աստված Ծննդոց գրքի 3:15-ից սկսված ասեց թշնամություն եմ դնում կնոջ սերնդի մեջ եւ օծի սերնդի մեջ։ Աստված երբեք համաձայնություն չի դրել իմ ու այսինքն իրան հավատացողի մեկ էլ թշնամու մեջ։ Երբեք համբերատար լինես թշնամու հարցում, մեղքի հարցում, տենց պատգամ չի տվել մեր Աստված։ Նախանձախնդիր եղեք, թույլ չտաք, որ հանգարց մեղքը իրան լավ զգա քո կյանքում։ Սուրբ Գիրքը Հռոմեացիս 6:12-ում, 14-ում շատ հստակ ասում է. պատվեր տալով թող չթակավորի մեղքը ձեր մահկանացու մարմինների մեջ, որպեսզի տրվեք նրա ցանկություններին։ Սա պատվեր է, թող չթակավորի մեղքը ձեր մահկանացու մարմինների մեջ։ Չգնա կոմպրոմիս, համաձայնության մեղքի հարցում, քավլիցի, համբերատար եղեք Աստծուն սпасելու աղոթքի կյանքում, սրբության հարցում, պաշտամունք մատուցելու Տիրոջ հարցում, հարատևեք դրա մեջ միշտ։ Այն ինչ բարի է, ճշմարիտ է մեր Աստծո առաջ, բայց ոչ մեղքի հարցում, հանկարծ թույլ չտաք, որ մեղքի հարցում այս իրավիճակի մեջ հարմարվեմ ես։ Շատ անգամ մարդիկ ասում են, դե հարմարվում ենք այս իրավիճակի մեջ եւ էլ մարդուց էլ Աստծուց պատասխան չեն, իրանց կյանքի իրավիճակների հետ կապված Աստծուց պատասխան չեն ստանում, չեն փնտրում։ Շատ անգամ մարդիկ իրանց հիվանդությունների մեջ կարող է լինեն, բայց դա մեղքի արդյունք լինի ու մարդը չփնտրի, ասում է, դա սա իմ խաչն է, ես սա տանում եմ, սա խաբեություն, Աստված հիվանդության տեսքով քեզ խաչ չի տվել, որ դու դա տանես։ Շատ մարդիկ չիմանալով Աստծո ճշմարտությունը համակերպվում են, համաձայնվում են դրա հետ, ասելով դե որ Աստված է դա ինձ տվել։ Դրա համար ես դա տանում եմ սա։ Սա խեղաթյուրված սատանայի ստերից մեկն է, որ շատերը գտնվելով դրա մեջ ու իրանք իրենց սեփական խոնարհությունով ճակերտավոր ասված ավելի են པարծենում,
քան Քրիստոսի խաչով, քան Քրիստոսի խավության զոհով, քան Քրիստոսի վերքերից եկավ բժշկությունով։ Սա իրանց շատ անգամ սա խաբեության ոգին է շատերին բռնում եւ չի թողնում եւ պահում է դրա մեջ։ Ես քեզ խնդրում եմ քեզ մեղքի հարցում համբերատար չլինես։ Երբեք այն ինչ ասում Աստված դրա մեջ հարատևի, այս ճշմարտության մեջ հարատևի։ Հիշեք, ձեր համբերությունով կփրկեք ձեր հոգիները։ Համբերատար եղեք Աստծո խոսքի մեջ, որ դուք ինչ իրավիճակներով էլ կանցնեք, ասեք գրված է։ Գրված է եւ մի դատարկ խոսք չասեք, որի համար դատաստանի օրը մենք հաշիվ պետք է տանք։ Խնդրում եմ քեզ, հարատևիր Քրիստոսի երեսը փնտրելու մեջ, նորոգվի նրա ճշմարտության մեջ, ապաշխարիր եւ ասա Տեր իրապես ների ինձ իմ բարկության համար, իմ ռազդրաժենիայի, իմ այս ստրեսային այս պորտկումներիս համար, Տեր, որ ես իմ լեզվով մեղանչում եմ քո առաջ, իմ Աստված ների ինձ, Հիսուս, իմ Տեր, իմ փրկիչ, ես ապաշխարում եմ, ես ներողություն եմ խնդրում, Տեր, ես համբերատարության կարիքն ունեմ, Տեր, ես ուզում եմ համբերատար լինել, որ քո խոսքի մեջ հարատևեմ, Տեր, որ բարկությունը չգա, Տեր, սրտմտությունը ինձ չբաժանի քեզանից, Տեր, ես աղոթում եմ, սովորեցրու ինձ համբերատարություն, Տեր, սովորեցրու ինձ քո խոսքի մեջ քեզ հետ ժամանակ անցկացնելով նորոգվել, Տեր, աղոթում եմ քեզ, որպիսի իմ ուշադրությունը այսօրվա կատարվող անորությունները չլինի աշխարհում, այլ Քրիստոսա կենտրոնացված լինի իմ ուշադրությունը, իմ ֆոկուսը, Տեր, օրհնում եմ քո անունը, Տեր, գոհանում եմ քեզանից, Տեր, իրապես մենք կարիք ունենք ամեն օր Քրիստոսի խոսքով եւ Սուրբ Հոգով նորոգվելու, օրհնյալ ինը Սուրբ անունը, խնդրում եմ ձեզ, հարատևեք աղոթքի, սրբության, երկրպագության, փառաբանության, Աստծո խոսքի խորքերը գնալու մեջ, հարատևեք, խնդրում եմ, հարատևեք, պարծեցեք Քրիստոսով եւ նրա զորությունով, պարծեցեք մեր Տիրոջով, պարծեցեք նրա խաչով, քեզ համար թող խաչված լինի այս աշխարհը, դու ես աշխարհի համար, զորացեք Քրիստոսով եւ նրա զորության կարողությունով, օրհնյալ լինի մեր Տիրոջ Հիսուսի պատվական անունը, Տերը չի կանչի, ասում է քո զորությունով կան, ասում է զորացեք Տերովը եւ նրա զորության կարողությունով, եթե քո համբերատարություն դու գիտես չունես ու բարկությունն այցի գալի, նշանակում է քեզ պետքա նրա զորությունով նորոգվես, ասում է զորացեք Տերովը եւ նրա զորության կարողությունով, նրա զորության կարողությունն է քեզ պակասում, քեզ հարկավոր է նրա զորության, դու կարող ես ասես իմ մոտ չի ստացվում, այո, որտեվ քո ուժերով ես դա փորձում անես, իսկ քեզ Տերը կանչել է, որ նրա զորության կարողությունով անես, ասում է զորացեք Տերովը եւ նրա զորության կարողությունով, Եփեսացիներս 6-րդ գլուխ 10 համարից սկսված, զորացեք Տերովը եւ նրա զորության կարողությունով, եթե քո կարողությունը չերիքում, իսկ ժամանակն ասելու ների ինձ Տեր, որից իմ կարողության վրա եմ իմ հույսը դրել։ Քո խոսքն ասում է, որ քո կարողությունով կարամ անեմ դա, Տեր, քո կարողության զորությունով կարամ դա անեմ, Տեր, կապ չունի ինչ իրավիճակի մեջով կանցնես, բայց Քրիստոսի զորության կարողությունով դու կանցնես, օրհնյալ լինի Տիրոջ անունը, որ փառավորվի Տերը, ամեն բան կարող եմ անել նրա միջոցով, ով ինձ սիրեց, ամեն բան կարող եմ ինձ զորացնող Քրիստոսով, բայց ոչ թե ուղղակի քո հարցերի պատասխանը իմանալ կամ քո կոմֆորտի հարմարավետությունը ստեղծելու համար, այլ որ դու ամեն բան անում ես, ինչը որ Քրիստոս հիմքում փառավորելն է Քրիստոսին, որ իմաստված մեծարվի, որ իմաստված փառավորվի, այն ինչ էլ խնդրում եմ, որ Տեր դու մեծարվես ու փառավորվես, որ տեսնեն ու երևա քո փառքը, Տերը օրհնի ձեզ, Տերը զորացնի ձեզ, Տերը հաստատի ձեզ իր ճշմարտության խոսքի մեջ, օրհնյալ լինի մեր Տիրոջ անունը։